Շնորհակալություն, տիկնակ և պարոնայք, իմ այսօրվա ելույթը ունի վերնագիր և ժանրի կանոններով թույլ տվեք նախ հրապարակել վերնագիրը ելույթիս։ Եվ այսպես ելույթը վերնագրված է «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»։ Նրանց համար ովքեր չգիտեմ, ասեմ, որ քուանշը մի տերմին է, որ օգտագործվում է բլոտ խաղի մեջ, դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար եւ այսօր 4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու պարոն գլխավոր դատախազին։ Առաջինը մարտի 1-ի գործով։ Ինչ է ասում գլխավոր դատախազը։ Ասում է, որ գործով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ մարտի 1-ի 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց մեղադրանքի հիմնավորելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, դուք ուզում եք ասել, որ հիմա որևէ գործողություն է կատարվում, դուք կատարում մարտի 1-ի գործով, դուք իմիջայլոց կարող եք սրել իմիջայլոց, ցույց տալ մի որևէ քննչական գործողության մասին արձանագրություն, որտեղ կերևա, որ դուք իրավապահ համակարգը որևէ գործողություն կատարում է։ Դուք այդ նախադասությունը արտասանող, որ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ մեղավորներին բացահայտելու համար, այս հերթապահ նախադասությունը արտասանող արդեն 3-րդ գլխավոր դատախազն է։ Եվ թույլ տվեք ասել, որ արդեն գործի մարտի 1-ի սպանությունների չբացահայտման կոդը դրված է այդ քրեական գործի հիմքում, ինչպես, որտեղ բոլոր զոհերը բացառությամբ զինվորական Տիգրան Աբգարյանի եւ ոստիկան Համլետ Թադևոսյանի քրեական գործում բնորոշված են որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ։ Այսինքն առանց դատաստանի այդ մարդկանց արդեն համարել են հանցագործության մեղսակիցներ եւ մասնակիցներ։ Այսինքն նեգատիվ ֆոնը ստեղծվում, որ այդ մարդիկ են, որ ինչ-որ վատ արարքներ են կատարել եւ պարզա ոստիկանությունը կարող էր նաեւ նրանց սպանել։ Առնվազն 3 հոգի Չերյոմի խայ 7 հատուկ միջոցի կիրառմամբ սպանված ցուցարարները Գոր Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, նրանց գործով, նրանց սպանություններն իրականացնողների շրջանակը հայտնի է, Չերյոմ ու Խայոտ օգտագործել է 5 ոստիկան, որոնց անուն ազգանունները հայտնի են, մամուլում նույնիսկ հրապարակվել են։ Այսինքն այս 5 ոստիկանի կիրառած զենքով սպանվել է 3 հոգի։ Այսինքն այդ գործով վկա չկա, ուրիշ ոստիկան չի ասում, կամ մենք չգիտենք այդ մարդկանց տեղակայման վայրերը, որտեղ են տեղակայվել, երբ են կրակել, ինչ ուղղությամբ են կրակել, բա ասում եք հազարավոր ժամեր վիդեոներ կան, չգիտեմ ինչեր կան, այդ տեսագրություններն ուր են, կորան այդ տեսագրությունները։ Ամենաբարձր մակարդակով ասվել, Ռոբերտ Քոչարյանն հայտարարել, որ հազարավոր ժամեր վիդեոներ կան, որտեղ ամեն ինչ նկարագրված, այդ ամեն ինչ նկարագրված է, բացի սպանությունների կատարման դրվագներից։ Երկրորդը, արդեն ասացի, որ Սասնա Ծռերի գործով Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Արեգ Գյուրեղյան, էլի 90%-ը մարդկանց մի տարի այդ մարդկանց տեսակցություններ իրենց ընտանիքի անդամների եւ հարազատների հետ տեսակցություն չի թույլատրվել։ Ոչ մեկի հետ։ Ինչ է ասում գլխավոր դատախազը։ Ասում է տեսակցության հնարավորության պայմաններում մեղադրյալը կարող է ապօրինի ներգործություն ունենալ վարույթի իրականացման վրա, որևէ մեկի նկատմամբ անձնական հաշվեհարդարի խնդիր չկա։ Այսինքն այդ մարդկանց իրանց երեխաների հետ հանդիպելու արգելքը պայմանավորված է քրեական գործի շահերով, նախաքննության վրա ապօրինի ազդեցություն թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, ինչու՞։ Որովհետև ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 15 հոդվածը ասում է. Մերձավոր ազգականների հետ տեսակցությունն անցկացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ։ Եվ ինչ է ասում։ Նաեւ նույն հոդվածը ասում է մերձավոր ազգականների կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց արգելված առարկաներ
Գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման։ Ես հարց ու պատասխանի ժամանակ ասացի, եթե այդ մարդկանց տեսակցություն տված լինեին եւ պարզվեց, որ տեսակցության ընթացքում նրանց օրինակ Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան փորձում է նրան ատոմային ռումբ փոխանցել, կհասկանային, կասեինք, այ ժողովուրդ ջան, դե անընդհատ իրանց մանկահասակ երեխեքը բերում են բան, զենք զինամթերք են տալիս, իրանց տեսակցության ժամանակ, էս էլ փաստը ընդհատել են։ Բայց մարդկանց իրանց մանկահասակ երեխաների հետ տեսակցելուց կամ ընտանիքի անդամների հետ տեսակցելուց ուղղակի արգելք դնելը դա հաշվեհարդար է, ուղղակի խոշտանգման մասին է խոսում, դա խոշտանգումը պարտադիր է եղունգները քաշել, դա էլ է խոշտանգում։ Էլ չեմ ասում, որ նախաքննության ընթացքում ատոմային ռումբի վարկածը բան անենք, հիմք ընդունենք։ Նախաքննությունը արդեն ամսից ավել ավարտվել է, կամ որ ավարտվելու էր, արդեն ոչ մի քննչական գործողություն անելու անհրաժեշտություն չկար։ Այդ ինչ բարդություն էր քննիչ այդ որոշումը վերացնել։ Բանձնական հաշվեհարդարը պոզով պոչով զենց մեծ կենթանի է, ինչ տարբերություն։ Հաջորդը Անդրեաս Ղուկասյանի դրվագով։ Ինչ է ասում դատախազը, մենք միջնորդել էինք, որ իմիջիայլոց պարոն Գեորգիսյան, ժամանակս ոնց որ թե չի երիքելու, խնդրում եմ խմբակցության անունից ելույթի ձևաթուղթ լրացրեք։ Անդրեաս Ղուկասյանի գործով։ Մենք միջնորդել էինք, որ Անդրեաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվի անձնական երաշխավորությամբ եւ երխմբակցության падգամավորները պատրաստակամություն էին հայտնել անձնական երաշխավորությամբ հանդես գալ։ Ինչ է ասում գլխավոր դատախազը։ Ասում է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները Անդրեաս Ղուկասյանին մեղսագրվող արարքները եւ դրանց կատարման հանգամանքներն այնպիսին են, որ անձնական երաշխավորությունը կամ նրան անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցի ընտրությունը մեզ այսօր հնարավորություն չի տալիս երաշխիք ունենալու, որ կապահովի նրա պատշաճ վարքագիծը։ Կալանքի տակ պահելը բացառապես դրանով է պայմանավորված եղել։ Քուանշ, պարոն գլխավոր դատախազ։ Ես եւ մեր խմբակցության падգամավոր Մանեթ Թանդիլյանը գնացել ենք, տեսել ենք Անդրեաս Ղուկասյանին, իրավիճակը նկարագրել ենք եւ ասել ենք, գիտեք, այսպիսի հարց կա։ Մենք պատրաստվում ենք ձեր անձնական երաշխավորի դերում հանդես գալ։ Այս Քուանշի վրա բլոտի սիրահարների օթյակում աշխուժություններ ատիրում։ Հա, ասում եք պատրաստ դուք հասկանում եք, որ մեր վրա պատասխանատվություն է դրված։ Մարդը ասում է, այո, ես ասում եմ, որ նախաքննության մարմնի բոլոր կանչերով կներկայանամ, չեմ խոչընդոտի նախաքննության, որովհետև այս դեպքում ձեր առաջային պատասխանատվությունը ոչ թե նախաքննության մարմնի։ Եվ սրանից հետո ասվում է, որ չէ, երաշխիք չկա, բայց եթե մի ամբողջ падգամավորական խմբակցության երաշխիքը ձեզ համար երաշխիք չի, բա ում համար է երաշխիք։ Թե պետք է պարտադիր Անդրեաս Ղուկասյանը ստանձնած լիներ, ասենք մի մարդասպան ռեցիդիվիստ լինելով ստանձնած լիներ, որ հանրապետական կուսակցության համար գալու է իրանց քուչում ձայներ ապահովեի, որ ներում տայիք բանտից ազատեիք, կամ ախպերներին ասեիք հանրապետական կուսակցության կրիմինալի համար ձայներ ապահովեք, որ ախպերը բանտից շուտ դուրս գա։ Այդ պիտի լիներ, բա 9 падգամավորի ասածը ձեզ համար երաշխիք չի։ Բա ում ասած դա երաշխիք։ Այդ ձեր ասածն է մեզ համար երաշխիք չի։ Ընդհանրապես ինչ որ ասում եք, ամեն ինչը կասկածի տակ է։ Ծայրից ծառ սուտ է, որովհետև դուք օրենքով չեք առաջնորդվում։ Դուք ամեն օր առավոտ իրիկում Բաղրամյան 26-ից հրանգներ եք ստանում, այս մեկին ազատել, այս մեկին բռնել, այս մեկի վրա սարքել, այս մեկի վրա չսարքել, այս մեկին նկատել, այն մեկին չնկատել։ Եթե մեր երաշխավորությունը ձեզ համար երաշխիք չի, ընդհանրապես ձեր համակարգի գոյությունը մեզ համար երաշխիք չի, որ Հայաստանում ընդհանրապես օրենք եւ օրինականություն է գործում։ Հաջորդ դրվագը հաց բերող Արտուր Սարգսյանի հետ կապված, որը ինչպես գիտեք, ազատվեց կալանքից, հետո կալանավորվեց, հետո մենք ահազանգեցինք, որ մարդը մահանալու է։
Էդմոն Մարուքյանի հետ պարոն Դավթյանի սենյակում նստել ենք, նայել ենք իր աչքերի մեջ եւ ասել ենք. «Մարդը մահանալու, մենք ոչ բժիշկ ենք, ոչ փորձագետ ենք»։ Եվ այդ իրավիճակը հասկանալու համար պետք չէր, որ ոչ բժիշկ լինել, ոչ փորձագետ։ Հիմա ինչ է ասում պարոն գլխավոր դատախազը։ Ասում է, թե դատախազության կամ նախաքննության մարմնի գործողությունները չէ, որ հանգեցրել են Արթուր Սարգսյանի մահվան։ Քուանշ պարոն գլխավոր դատախազ, ինչու՞։ Որտեղ 2016 թվականի դեկտեմբերին հաց բերողը կալանքից ազատ է արձակվել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Միջգերատեսչական հանձնաժողով, որը եզրակացրել է, որ Արթուր Սարգսյանը ունի այնպիսի հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, եւ դրա հիման վրա նախաքննության մարմինը Արթուր Սարգսյանին կալանքից ազատել է։ Բայց համազատելը համզուգահեռ կրկնակի փորձաքննություն է նշանակել։ Մի ինչ որ փորձագետի մոտ, այսինքն եթե մարդուն կալանքից ազատում եք, ինչ եք նորից կրկնակի փորձաքննություն նշանակում, որ մանավանդ որ այդ մարդու հիվանդությունները, որ հիվանդությունների ընդ որում ամբուժելի հիվանդությունների փունջ ունի, կասկածի տակ չի կարա ոչ մեկ առնի, նույնիսկ վիզուալ դիտարկումով, պարզավոր այդ մարդը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Ինչու են կրկնակի փորձաքննություն նշանակում։ Այդ ինչ իրադարձությամբ էր պայմանավորված։ Բարձր հաշվի արդարի, որտեղ այս մարդը դուրս էր եկել, որ որոշակի սիմվոլիկ դերակատարում էր ստանձնել, հարցազրույց էր տվել, որ շատ լայն արձագանք էր գտել, մարդիկ գնում էին նրան տեսնելու, ինչ որ առումով մեր ժամանակների հերոս էր դառել։ Ոնց կլինի զուգահեռ հերոս լինես Հայաստանի Հանրապետությունում հերոս պետքա մենակ Սերժ Սարգսյանն լինի, իր հերոսությանը որևէ բանով չպետքա ստվեր։ Այս մարդին հետ բերեցին կալանքի տակ, այսինքն միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը պարզվեց սխալ է։ Պարոն գլխավոր դատախազ, այդ միջգերատեսչական հանձնաժողովի անդամների դեմ քրեական գործ եք հարուցել սխալ եզրակացություն տալու համար։ Բայց եթե սխալ էր այն եզրակացությունը, որ նա ունի անհամատեղելի հիվանդություններ, ուրեմն նախաքննության մարմնին խաբել են այդ միջգերատեսչական հանձնաժողովը։ Առողջապահության նախարարություն եւ այդ մարդկանց դեմ քրեական գործ հարուցել եք։ Նրանց դատապարտել եք։ Չի իհարկե։ Հետո Արթուր Սարգսյանին հետ են տարել քրեակատարողական հիմնար։ Հենց մարդը հացադուլ է արել, ասել է եթե բացվում, հա, հացադուլ է արել եւ իրան այնտեղ առաջարկել են, չէ, բուժօգնություն։ Այս մարդը ինչ է արել, ասել է եթե դուք ինձ հետ եք բերեք կալանքի, նշանակում է ես առողջ եմ, այսինքն կալանքը ինձ համար նորմալ է։ Եվ հացադուլը հայտարարել սկզբունքորեն շարունակել այդ հացադուլը։ Եվ քրեակատարական հիմնարկի ծառայողները ամենօրյա ռեժիմով զեկուցել են, որ այս մարդու կյանքին կոնկրետ վտանգ է սպառնում։ Հետո գլխավոր դատախազությունը որոշեց մեր միջնորդությունը իբր հաշվի առնում։ Ինչու՞։ Որովհետև արդեն ասել էին, որ այս մարդը վեր լուծված է հարցը, մեռնելու է։ Եկեք ազատենք, թող գնա ազատության մեջ մեռնի։ Հետո քրեական գործ կհարուցենք, փորձաքննություն կնշանակենք, կրկնակի փորձաքննություն կնշանակենք, եռակի փորձաքննություն կնշանակենք, մինչև բոլորը կմոռանան եւ մարդու, եւ նրա գոյության, եւ նրա մահվան հանգամանքների մասին։ Այս է ամբողջ ճշմարտությունը։ Եվ ի վերջո գլխավոր դատախազի հայտարարության մասին, որ ինքը դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացրել է։ Այստեղ կներեք, չեմ կարող ասել քուանշ պարոն գլխավոր դատախազ։ Այստեղ պետք է ասեմ քարփինջը կապույտ։ Շնորհակալություն ուշադրության համար։